կասեք Փաշինյանին, եթե հանդիպեք կամ ձեր դիմաց դուրս գա։ Ոչ մի բան չեմ ասում, բայց իրան չենք ընտրելու։ Ինչ պետք է ասեմ, որ Արցախը հանձնեց, հիմա այլ ուզում է ենթադրենք Սյունիքնա, Զանգեզուրնա, Սևաննա, ինչի համար, Ալիևին հարստացնում է, ինչի համար, թե վախում է Ալիևից, ինչի համար, թող ինքը մի հատ խելքին դուրը բաց անի, լավ մտածի, որ ժողովուրդն էլ մի 5 ամսից հետո նորից ընտրություններ առնելու, որ մարդիկ իրան ընտրեն, ոչ թե ժողովրդի կեսը մի կողմնա, ժողովրդի մյուս մասը մի կողմնա, չի կարելի։ Մարդկանց մասին պետք է ինքը վարչապետ է, ինքը երկրի ղեկավարն է, ամեն հարցով պետք է մի քիչ ժողովրդի մասին ասում, դե ժողովուրդը ինձ հետ են, ոնց հա քեզ հետ ժողովուրդը, դե դու մի լավ բան արա, որ ժողովուրդը քեզ հետ լներ։ Ա չէ, ես իմ Ղարաբաղն եմ ուզում։ Փաշինյանին որ հանդիպեմ, կասեմ ախպեր, եթե կարող ես դզել, դզի այս ամեն ինչ, եթե չէ, թող գնա իր գործին։ Ինչ կասեմ սխալներդ հաշվի առ եւ եթե կընտրվես, ապա աշխատիր զերծ մնալ դրանցից։ Չի կարում ղեկավարի ինչ դեմ ասի։ Այդ բառերը չկարելի ձեր մոտ ասել։ Ես ինձ թույլ չեմ տա ձեր մոտ այդ բառերը ասել։